Բարև ձեզ, կրկին Էկոնոմիքսն է։ Մենք շարունակում ենք փոքր միջին բիզնեսին վերաբերող հաղորդումների շարքը, բարձրաձայնելով այս ոլորտի հիմնախնդիրները, ընդհանուր զարգացման միտումները եւ այլն։ Այսօր հյուրընկալում ենք խոսող շապիկ ընկերության հիմնադիր Ռոբերտ Մուրադյանին, ով ներկայացնելու է կոնկրետ այս ոլորտի հետ կապված հիմնական հարցերը, ինչպես նաեւ առկա իրավիճակը եւ ուր ենք մենք ուզում զարգացնել մեր այս ճյուղը։ Բարև ձեզ, պարոն Մուրադյան, շնորհակալ եմ հրավերից ընդունելու։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մուրադյան, ձեր ընկերությունը արդեն երկար տարիներ է Հայաստանի ներսի շուկայում բավական ակտիվ գործունեություն է իրականացնում, նախ զբաղվել եք շապիկների տպագրությամբ, այնուհետև հիմա արդեն անցել եք շապիկների արտադրության ոլորտ։ Մի քանի խոսքով ներկայացրեք ձեր բիզնես փորձը այս ոլորտում։ Հայաստանում մոտավորապես 14 տարի է շապիկի տպագրությամբ եւ ասեղնագործությամբ ենք զբաղվում։ Սկզբնական շրջանով այլ տեղերից էին գնում շապիկներ, վրան տպագրում, ասեղնագործում, հետո պահանջարկը մեծ էր, գույների, երանգների քանակը այլ արտադրամասեր չէին կարողանում ապահովել։ Մենք սկսեցինք արտադրել ու արտադրության զուգահեռ բախվեցինք տարբեր խնդիրների, տարբեր հետաքրքիր խնդիրների, ոչ հետաքրքիր, ոչ ցանկալի խնդիրների հետ։ Հայաստանում շատ հետաքրքիր ոլորտ է տպագրական շապիկների ոլորտը, մոտավորապես 20 տարի առաջ այդքան է զարգացած չի եղել, շատ քիչ է հանդիպած եղել, բայց վերջի տարիներին շատ ակտիվ է։ Շատերն են սկսել հայատար շապիկներ կրել, մարդիկ են սկսել օրինակ շապիկների վրա հայերեն տեքստեր լինի, հայերեն գրառումներ, բայց նախկինում այդքան էլ ընդունված չէր։ Օրինակ 2005 թվականին հայերեն կամ հայկական ինչ-որ պատկերով շապիկ, որ ինչ-որ մեկը կրեր, այդքան էլ մարդիկ չէին կրում, չկար, պահանջարկ չկար, արտադրող չկար, ոչ մեկին այդքան չէր հետաքրքրում, հիմա շատ ակտուալ ոլորտ է։ Բոլոր սրճարանները, հյուրանոցները, ռեստորանները, բոլոր բենզալոցականը, բոլորը միշտ արդեն այսքան դառնում են սպառող, բոլորը միշտ պետք է արդեն ունենան կոկիկ հագուստներ, ունեն մրցակցություն, ունեն արդեն որակիով շապիկներ, ունեն արդեն դեկորատիվ շապիկներ, այսինքն սովորական շապիկ չեն հագնում կարմիր գույն, հագնում են կարմիր, վարատնիկ ուրիշ գույն, լրիվ կա լավ մրցակցություն տվյալ շուկայում, թե պատվիրատուներն են պահանջկոտ, թե դիզայներներ են արդեն այսինքն սովորական այսպես ասած խանութի տնօրենը չի ասում, եկեք կարմիր շապիկի վրա մեր լոգոն անենք, պատվիրում է դիզայները որոշում է ինչ լուծումներ լինի, ինչ գույներ։ Այսինքն դուք նաև դիզայներական ծառայություն եք։ Հա, մենք էլ ենք անում, հաճախ իրենք էլ են արդեն հստակ որոշած իրենց բրենդ բուքով տրամադրում։ Առաջ բոլոր օրինակ սուպերմարկետի օրինակով բոլորը նույն հագուստն էին կրում, բայց հիմա արդեն առանձնացնում են դրամարկղի աշխատողը ուրիշ հագուստ պետքա կրի, ձուկ, միս վաճառողը լրիվ ուրիշ հագուստ, այսինքն բավականին այդ ոլորտը գեղեցկացել է, մենք է որ նույն բոլոր խանութներում որ շրջենք բոլոր տեղերը կտեսնենք որ ուղղակի շապիկ չեն կրել կամ ուղղակի գույնով հագուստ չի, արդեն լրիվ համապատասխան է։ Իսկ այս ոլորտում գնագոյացումը ինչպես է տեղի ունենում, պարոն Մուրադյան։ Գնագոյացումը հիմնականում տեղի է ունենում քանակի, այսինքն քանի հատ է, քանի տեղ է տպագրված, ինչ բարդության է ու կտորի որակի հետ կապված։ Մի քանի բան գումարում ենք իրար, մեկ էլ դե արդեն կապ ունի թե տվյալ հաճախորդը ինչքան քանի օրը մեկ կամ ոնց կկրկնի պատվերը։ Դուք հիմնականում արտադրությունը այսպես կազմակերպում եք Հայաստանում եւ հումքը ինչպես եք ձեռք բերում որտեղից եւ սարքավորումները։ Հումքը հիմնականում ես գնում եմ իմ գործընկերներից, ովքեր ներմուծում են Հայաստան, մի քանի երկրներից են հումքը ներմուծում, Հարևան պետությունից, Ուզբեկստանից, Ռուսաստանից էլ են հումքեր ներմուծում, բայց հաճախ ես կասկածում եմ, որ հենց ռուսական են, ինձ թվում է որ չինական կամ այլ երկրներից փաթեթավորում է սյուն ռուսական վրան գրած, ու ռուսական չափանիշով է Հայաստան։ Տեղական հումք չունենք։ Չէ, տեղական հումք չունենք։ Փորձեր շատ են արվել, շատ են փորձել, բայց տեղական հումք, որ 0-ից կարեն ու կարողանան նաև այսինքն տեքստիլը կտորը մեր վրա վաճառեն չունեն, կամ որ իրենք իրենց համար փոքր սարքերով փորձնական, բայց որ կրի դա
massական բնույթ ունենան, մի քանի գույներ ունենան, պատվերներ կարողանան ընդունել, այդպես չկա, կա օրինակ սպիտակ կտոր, ինչ որ մի բանով նույն ձև արտադրում են, բայց չեն կարողանում ընդլայնվեն, ներկարաններ Հայաստանում չկա, հիմնականում արտասահմանում են հարևան պետությունում ու հիմնականում Ուզբեկստանում։ Իսկ կտորի մասով, կտորի ներկրումը բավականին լուրջ խնդիր է Հայաստանի համար։ Տարիներ առաջ, երբ որ ես փորձում եմ այսպես փոխարինող գտնել ներկրման, իրանական օրինակ կտորն էի դիտարկում եւ այլ երկրների, բայց գնային առումով եւ որակի հետ կապված որոշակի խնդիրներ էին բարձրացնում նույն արտադրողները։ Կտորը որտեղից եք ձեռք բերում եւ հնարավոր է մեզ մոտ նաեւ այդ կտորի հարցը լուծել, կարել։ Իրականում որտեղից որ ձեռք ենք բերում, այսինքն թե իրենք թե մենք ոչ մի բանով չենք զիջում իրար, այսինքն հանկիստ կարող ենք նույն բանը մենք արտադրել, նույն բանը կարող ենք մենք ստեղծել։ Նախկինում ամենալավը մեզ մոտ է եղել այս բային հարևան պետությունը Թուրքիան երբ ընդլայնվել է, երբ հետևում ես իրենց էջերին, տեսնում ես որ ինչ որ իրանք հիմա են սկսել անել, մենք այդ նույն բաները շատ վաղուց Հայաստանում, Գյումրիում, Վանաձորում շատ վաղուց արել ենք այդ նույնը։ Դիզայնի, տեքստիլ արտադրությունը, կտորի արտադրությունը։ Այս բան Հայաստանում օրինակ շատ մեծ խնդիր կա մասնագիտական, այսինքն մարդիկ որպես մասնակիցներ շատ քիչ չեն վերապատրաստվում ավակ սերունդներ, ովքեր որ դեռ արտադրամասերում որ մտնում ես ուսումնասիրում ես, բոլորը տարիքով մեծ կանայք են, երիտասարդ սերունդը չի ներգրավում ընդհանրապես, շատ քիչ տոկոս են կազմում, երիտասարդ սերունդները իրենք նոր ոճով, այսինքն արտադրություն չեն ուզում, իրենք ուզում են դիզայնով ինչ որ սիրուն հետաքրիր հագուստ, որը արտադրություն չի, այսինքն իրենք չեն արտադրի ներքին տակի մայկա կամ տակի մասսայական արտադրությունը չէ, ինքը սիրուն կարի մեքենա է անում, սիրուն շորիկներ է կարում ինքը իր համար, տղաների համար, երեկոյան զգեստներ, որը որ 1-2 օրինակով էքսկլյուզիվ վաճառք է, այսինքն նույն այդ երիտասարդների աղջիկների տղաները երբ արտադրամաս են մտնում լրիվ տարբեր երևույթներ են, իրար հետ կապ չունեն։ Հայաստանի բուհերում ոչ մի տեղ չկա, որ ուսումնասիրեն կամ զարգացնեն տվյալ ճյուղը, ոչ մի հատուկ ստատիստիկա չկա, թե քանի հոգի է զբաղվում տվյալ գործով, օֆիցիալ եւ ոչ օֆիցիալ, այսինքն մեր ոլորտը այնպես ոլորտ է լինում է, օրինակ տունը կարի մեքենա ունենալ, ինքդ քեզ կարել արտադրել, վաճառել կամ օգտագործել։ Բայց տվյալ ոլորտին շատ մեծ պոտենցիալ կա։ Ես ահավոր մեծ պոտենցիալ եմ տեսնում, որովհետև տեքստիլ ոլորտը այն ոլորտ է, որ բոլորը կրում են։ Այսինքն եթե դուք օրինակ ես մինչ ստեղ գալ է մեքենան բենզին ես լցնում, այդ բան հանդիպում ես տպագրված շապիկի օրինակով եմ շապիկով մարդու ով բենզին է լցնում այսինքն մաշվում է շապիկը օգտագործում է նույն սննդի կետում սուրճ ես վերցնում կամ ինչ որ բան տեսնում ես դա մեքենա տես ինչ որտեղ ուզում կայանում փարքինգի աշխատողը շինանյութի խանութները բոլորը արդեն ունեն յունիֆորմեր այսինքն տվյալ ոլորտը շատ բարձր զարգացող աճ ապահովող ոլորտներից է բայց կոնկրետ ես չեմ նկատել որ թե ինձ առաջարկան բան որ տվյալ ոլորտը զարգացման հետ կապված ինչ որ բան լինի մաստեր կլասներ լինեն ինչ որ հատուկ բաներ մի քանի մաստեր կլասի մասնակցել ենք վճարովի է եղել մենք մեր գումորը վճարել ենք մասնակցել ենք տեքստիլ հա մասնակետ թե ոնց կառավարել ոնց ինչ փորձեր աշխարհում ոնց են աշխատում հայտնի բրենդներ այս տեքստիլ ոլորտի հիմնական այսպես ծախսը հանդիսանում է աշխատուժը արդյոք Հայաստանը ունի բավարար քանակությամբ եւ չասեմ էժան մաչելի, հա, օրինակ աշխատուժ, որ կարողանա մրցունակ լինի։ Այս վերջի տարիներին աշխատուժից բացի նաև զարգացել են տեխնոլոգիաները, այսինքն աշխատուժը առաջ պետք է ինքը ամբողջը 0-ից հասկանալ աներ, հիմա կարող է դա վերցնել, դնել սարքի մեջ, սարքը վարատնիկը ամբողջությամբ 0-ից կարի վերջնական տա, այսինքն փոխը մեքենայացված ավելի է զարգացել։ Ավելի առաջ նույն սարքերը շատ մեծ տեղ էին զբաղեցնում 20 տարի առաջվա կոճակ կարող մեքենան զբաղեցնում էր կես սենյակ մեծ տեղ, մինչև հիմա կա շատ տեղեր, իսկ այս բային կոճակ կարող մեքենան զբաղեցնում է փոքր մի սեղանի համակարգչային սեղանի չափ տարածք։ Բավականին հեշտացել է շատ բաներ, բայց պետք է մասնագիտական այդ ուղղվածությունը, որ շատ կարևոր է, այսինքն մարդիկ փորձեն մասնագիտանալ։ 1-2 տարի չաշխատեն ինչ-որ տեղ, 2 տարի հետո աշխատանքից դուրս գան, չլինելով մասնագետ։ Գիտելիքահենք
ճյուղա դարձել, այսպես ասած, հա, որ գիտելիքապետ, ինքը շատ մասնագիտությունապետ փորձ է պետք, փորձի զարգացում է պետք, բայց նոր բան չենք հնարում։ Մենք ինչ կարում ենք, գրեթե բոլոր ապրանքները 50 տարի, 100 տարի է բոլորը կրում են, նույն շապիկն է, նույն տաբատն է, այսինքն ոչ մի գյուտ, ոչ մի նորություն, զրոյի ստեղծած գլխարկ, հատուկ աքսեսուար չենք ստեղծում։ Եղածը պետք է կարողանալ արագ բազմացնել, արտադրել, վաճառել, դառնալ մրցունակ։ Գույներն է կարևոր, երանգներն է կարևոր, այդ ամեն ինչը կարողանալ մրցունակ լինել, որովհետև թրենդներ կան, ամեն տարի նոր մոդելներ են, նոր երանգներ են ստեղծում, բայց նույն կարողը, այսինքն ով սովորել է 40 տարի առաջ սովետական միության ժամանակ արտադրամասում շատ հեշտ կարողանում է հիմա արագ տեսնել, կարել, հա, ինչը չի ասի նոր սերունդին։ Մեր հարևան պետությունում օրինակ Թուրքիայում տղաներն են շատ կարում, երիտասարդ տղաներ, տարիքով տղաներ, շատ ընդունված է, արտադրամասերում վիդեոները, որ ուսումնասիրում ենք իրենց էջեր, ամբողջը տղաներ են։ Հայաստանում տղաները վերջերս են ներգրավել գործին, բայց հիմնականում ձևելու, այսինքն այդ թոփեր տեղափոխելու ու ձևելու, փռվածքներ անելու չես տեսնի Հայաստանում արդյունք անող արտադրամասում աշխատող տղաների։ Եթե տեսնես մեկ քիչ հարց, հա, հավանաբար դա էլ հայտարարությունը տեղադրում ենք շատ քիչ են զանգահարում տղաներ, իրենք էլ զանգահարում են այլ գործ են պահանջում, ասում են չեն ասի օրինակ արդյունքի աշխատանք կամ նման բան։ Այս բանը օրինակ Հնդկաստանի քաղաքացիներ կան, որ իրենց մոտ շատ արագ ու պրոֆեսիոնալ կարել են Հայաստանում զանգում են եւ աշխատանք են փնտրում։ Աշխատանքի ընդունելուց ավելի շատ մեր մենտալիտետի խնդիր կա։ Ես իրեն կընդունեմ աշխատանքի, ինքը կաշխատի, ինքը շատ սիրում է իր աշխատանքը, կարողանում է որակով անել, բայց տվյալ թիմում երբ օրինակ կանայք են աշխատում, ընդունես մեկ տղամարդ, հա, այլ ազգությամբ, այլ մենտալիտետով, այլ ընդմիջումներով, օրինակ կոֆե չի խմում, ինքը չգիտեմ ինչ է անում, դա թե կանայք, թե կանայց ընտանիքները կդառնան ինչ-որ խոչընդոտներ հնարավոր եւ մի հոգի ընդունելուց։ Բայց դուք հետաքրքիր միտում նշեցիք, որ հայկական տեքստիլում նաեւ ի հայտ է գալիս այսպես օտարերկրյա աշխատուժ, մասնապես Հնդկաստանի քաղաքացիներն են բավականին ակտիվացել փաստորեն այս ուղղությամբ եւ նրանց իրոք փորձը բավականին հետաքրքիր է, այսպես լավ աշխատանքի մասով եւ նաեւ գնի տեսանկյունից միգուցե ձեր իրենք շատ արագ են կարողանում աշխատել, իրենցից բավականին սովորելու բաներ կա, քանի որ աշխատել են միջազգային շատ լուրջ հեղինակավոր բրենդների մոտ։ Այսինքն իրենք տպագրություն են արել ինչ-որ հագուստների վրա, որոնք վաճառվել է $2-3,000, ու հենց իրենցից ինչ-որ հարցեր որ տասես շատ մեծ բան են անում, թե ոնց սկսել, ոնց դասավորել, որ կարող է, երբ կարի, բավականին ճարպիկ փորձ ունեն։ Իրենք շատ Այսինքն մենք կարող ենք նաև իրենցից սովորել։ Կարող ենք իրենցից սովորել, իրենք ինչ կարում են, Հայաստանում շատ դժվար են կարում։ Օրինակ բաճկոններ, ձմեռային հագուստներ, Հայաստանում մեծ պահանջարկ կա, բայց մեր արտադրամասերը այդքան մրցունակ չեն։ Ինչ չինական կամ հենց հնդկական, հայկական օրինակ վերարկուներ, Հայաստանում կա վերարկու արտադրողգործարան, բայց չենք հանդիպել, մենք չենք կրում։ Ով արտադրում է, արտահանում է, ու բավականին զարգացող ոլորտ է, ուղղակի այդ հայկական մենտալիտետը Հայաստանում արկա խնդիրները բավականին շատ են։ Ես իմ համար տվյալ ոլորտը բավականին զարգացող եմ համարում, բայց կարծում Հայաստանում բավականին ինքը կտուժի երիտասարդները, որ չեն ներգրավում տվյալ գործի մեջ, այդ պատճառով։ Շատ հաճելի չի։ Դուք ինձ այսպես հուշեցիք իմ հաջորդ հարցը, ոլորտի խոչընդոտների մասին։ Մենք արդեն իսկ խոսում ենք, այսինքն մի խոչընդոտ նշեցիք, որ մենք ունենք երիտասարդ աշխատուժի հոսքի պակաս, այս հետաքրքրության պակաս, նաև մեր աշխատուժի մի զգալի մասը գրավիչ չեն համարում, հա, այս ոլորտը։ Ուրիշ ինչ խնդիրներ կա բացի այսպես գրավչության մասը։ Օրինակ ես իմ հետ կապված խնդիրներից, օրինակ ամեն ինչը այս ոլորտը ստիպում է, որ լինենք Երևանում։ Այո։ Այսինքն Երևանից դուրս չլինենք, թե պատվիրատուները, թե կարողները, թե հաճախորդները կենտրոնանում են Երևանի վրա, կենտրոնի վրա կամ ստիպում են, որ ես գնամ օրինակ Երևանի կենտրոնում արտադրամաս։ Արտադրամասը այնպես բան է, որ հանկիստ կարա լինի մարզերում, լինի Էջմիածնում, լինի Մասիս քաղաքում, լինի Արտաշատում, օրինակ որ ինչ որ հատուկ ծրագրեր լինի, որ կարողանանք նույն աշխատողները թեկուզ Արտաշատից գան Երևանի
ծայրամասեր, աշխատեն գնան կամ հակառակը շատ ավելի լավ կլինի։ Կարողանանք Երևանից ավտոբուսով աշխատողները գնան, կարեն, հետ գան։ Մենք կարող ենք մեքենա տրամադրել, տանենա կարողների հետ բերեն, բայց հաճախ աշխատողը ուզում է մի ժամ ուշ գա, ինչ որ խնդրի պատճառով կամ մի ժամ շուտ է ուզում հետ գա, այդ ամսվա մեջ լինում է մի քանի օրեր անձնական հարցերով, ինչքան էլ որ մենք տանենք բերենք, մեկը աշխատողի համար խնդրեմ է։ Այսինքն ենթակառուցվածքների Ենթակառուցվածքները շատ կարևոր են, հա, որ կարողանամ ես ոչ թե Երևանում արտադրամաս բացեմ 140 մետրով ու մտածեմ տարածքի ջեռուցման այլ հարցերի մասին, այլ գնամ մի փոքր Երևանից դուրս, ոչ շատ հեռու տեղ, օրինակ մոտիկ տեղեր, կարողանամ նույն գործունեությունը ծավալել։ Նույն տրոլեյբուս լինի դեպի Էջմիածին գնացող, նույն մեծ ավտոբուս լինի դեպի Արտաշատ գնացող, այդ ամեն ինչը աշխատատեղերի մեծ հոսք կապավի տարբեր տեղեր։ Դուք նշեցիք ենթակառուցվածքները շատ կարևոր միանշանակ, իսկ ինչ վերաբերում է իրացմանը, կան որ վերջի շրջանում օրինակ տեղական արտադրողները եւ վերավաճառողները բողոքում են on-line հարթակներից, որ նրանք այսպես հարկեր չվճարելով, հա, օրինակ Հայաստանում կամ շատ քիչ վճարելով շուկան իրենցով են անում, շուկայից դուրս են թողում իրենց։ Այս խնդրի հետ ինչպես եք դուք առնչվում։ Ես 2-3 օրինակ կարող եմ օրինակ վերել։ Նույն օրինակ գլխարկը Հայաստանում շատ հարմար չի կարելը, ներմուծում ենք։ Ներմուծած գլխարկը մենք Հայաստան ենք ներմուծում Չինաստանից, Չինաստանը բավական որակով հետաքրքիր գույնզգույն գլխարկներ կան։ Մենք Հայաստան ենք ներմուծում, վճարում ենք բրոկերի գումար, ճանապարհածախս, մաքսազերծում, մեր վրա նստում է X գումար, իսկ նույնը ռուսական on-line հարթակներով հաճախ որ գնում ենք, նստում է նման օրինակ գումար, բայց բավականին այդ on-line հարթակը հարկեր է վճարում։ Կարծում եմ այնտեղ ինչ որ արդեն կոռուպցիայի կամ նման այլ խնդիրներ կա, այսինքն Չինաստան, Ռուսաստան, թե ոնց են իրենք բերում կամ մեծ քանակ են բերում, որ մեր վաճառքները մրցունակ չի լինում։ Այսինքն ստացվում է, որ իրենց ապրանքը on-line հարթակում անհամեմատ էժան է ստացվում։ Էժան չի։ Մի հատ է էժան են վաճառում, այդ բանին որ մենք նայում ենք, ասում ենք, այս գլխարկը լավ, իրենց մոտ էժան է, մենք մեծ քանակ չներմուծենք։ Մի քանի օր հետո այդ հարթակում 5 հատ ուզում ես պատվիրես, տեսնում ես, որ չկա։ Այդ ամեն ինչը այսքան ոչ ռեալ խաբելու միջոցներ են։ 5 հատից հետո գինը 3 անգամ բարձրանում է։ Դու եթե պետք է այդ գույնի գլխարկը ստիպված գնում ես նույն այդ marketplace-ից, ոչ ամառը ձմեռային հագուստը շատ մատչելի է տեղադրած։ Ձմեռը հենց մարդկանց պետքա գնեն, կրկնակի գինը բարձրանում է։ Այդ ամեն ինչը նոր ժամանակակից մարքեթինգային խաբուսի գործիքներ են, որոնք ինձ թվում է ժամանակը կգա, իրենք կնահանջեն, որտեղ բավականին շատ մարդիկ արդեն հասկացել են։ Մեր արտադրողները չեն մոտ գործում այդ հարթակները։ Մեր արտադրողները շորերի տեսակներ կան, որոնք մաշկին են հպվում, պետք է ունենա, օրինակ, եթե Ռուսաստանի օրինակով, պետք է ունենա Ռուսաստանում, ասում են, չեսնի զնակ, իրենց նախարարություններից մեկն է տրամադրում, հայկական ԱԶՆ-ին չի տրամադրում։ Այսինքն Հայաստանից ես չեմ կարա ուղարկեմ նույն պատվերը Ռոստով, բայց Ռոստովից ես ինչքան ուզեմ կարամ Հայաստանում գնում կատարել։ Այսինքն ստացվում է ներքնաշոր, որ ուզում ես on-line հարթակով ռուսական վաճառես, դու պետք է գնաս Ռուսաստան, գրանցես ԱԶ, ստանաս այդ չեսնի, այսպես ասած, նշանը, որ կարողանաս վաճառես կամ նույնիսկ արդեն մեխանիզմներ են ձեռք բերվել, կարողանում ես ԱԶ վարձով վերցնես։ Կարող ես Telegram-ում ինչ-որ մեկի հետ իր ԱԶ-ն վարձակալես, վաճառի ամսական իրեն ԱԶ-ի վաճառ կտաս ինչ-որ այդ ձև, բայց այդ ամեն ինչը կրկնակի գները բարձրանում, եթե այսքան լուծումները գտնես անես էլ, միևնույնն է դու դառնում ես ոչ մրցունակ։ Եվ ճիշտ հակառակը ստացվում է, որ Ռուսաստանից ապրանքները կարող են գան Հայաստան առանց որևէ սահմանափակում, առանց որևէ խնդրի։ Անշուշտ դե մրցակցության հետ կապված խնդիր ենք ունենում, այսինքն մեր տեղական արտադրողները դուրս են մնում։ Դուրս են մնում։ Այսինքն դուրս է գալիս, որ բիզնեսմենին ձեռնատու է լինում գնա Ռուսաստանում բացի ԱԶ, Ռուսաստանում էլ աշխատողներ ներգրավի ու այնտեղ ամեն ինչ անի, այսինքն սա ոչ թե անմրցունակ պայմաններ է, այլ հակառակը ավելի վատ Հայաստանի աշխատատեղերին էլ է վնասում։ Մի օրինակ հասարակ բան ասեմ, չինական հայտնի այդ marketplace-ներից պատվեր նկարը ուղարկել են ինձ, այնտեղ գրած է շոպիկ նկարա 350 դրամ։
Սա ինչքանով դուք կկարեք Հայաստանում որակով տեքստիլով ուզբեկական շատ փափուկ հաճելի բամբակով եթե կարեք 800 դրամ է արժեքը լինում ասում սա կարժենա մեզ մոտ 800 դրամ մենք մեր դասանով ուզում ենք պատվիրենք բայց 800 դրամ չենք ուզում վճարենք որտեղ կա ուրիշ տեղ այսքան գնով ասում եմ հա ձեր ընտրությունը դուք ոնց որոշեք կարող եք անել իրենք պատվիրեցին 350 դրամով հասավ Հայաստան ամեն ինչը սխալ սինթետիկ կտոր բայց իրենք փոքր երկար նեղ միձը փորձեցին այդ հանդեսը քանի որ բրավալ չտան հակնեն ու հետո այդ ապրանքը իրենց դարձավ անպիտան բայց նույն հայկական կարած շապիկը իրենք թե հաջորդ օրը կհակնեին թե այդ օրը ճիշտ կհակնեին թե փոխարինման, այսինքն եթե կարճ երկար լիներ կկարողանային հետ առաջ փոխել, այսինքն ավելի կազմակերպված կլիներ։ Բոլորը գիտեն, որ այդ marketplace-ների զգալի մասը խապկանք է, ոչ իրական գներ են, ոչ իրական որակ է, ոչ նշվածն է, բայց կոնկրետ ոլորտին տուժում են, այսինքն այսպես 30-30 շապիկ, որ տարվա մեջ չկարողես, դուրս է գալիս նոր աշխատատեղ չես կարող բացել, եղած աշխատողներին հնարավոր չկարողանա ժամանակին վճարել, ու դառնում են արդեն խնդիրներ։ Այսինքն սպառողի մոլորեցման խնդիրը բավականին մեծ է տեքստիլ ոլորտում եւ այստեղ անշուշտ մեծ անելիք ունի նաեւ պետությունը տարբեր հասարակական կազմակերպությունները, տեքստիլ ոլորտի, այսպես միությունները եւ Հայաստանում հիմնականում դադար առանց տպագրության տեքստիլն է շատ, այսինքն բոլոր արտադրամասերը հիմնականում կարում են ոչ տպագրված հագուստներ։ Ես կարծում եմ, եթե իմ պատկերացումով ճիշտ կներ, որ կառավարությունը ինչ-որ նախագծերով դադար հագուստների վրա հարկը բարձրացներ, խթանելով հայկական աշխատուժի ընդլայնմանը։ Օրինակ Հայաստանում որ կարողանային կանայք շատ գործ ունեն։ Այո Ինչ վերաբերում է այլ հագուստների, որոնք Հայաստանում չեն արտադրում, իրենց հետ կապված մաքսատորը կարող է նույնը մնալ կամ իջեցվել, բայց ինչը որ օրինակ դադարք սև շապիկն է, դադարք այն հագուստն է, որը կարծում չի կարելի արտասահմանից կարած պատրաստ նման մեծ քանակի քիչ հարկերով ու մարքեթփլեյսների հարկման եղանակներով Հայաստան մուտք գործի։ Այսինքն տարբերակում դրվի տեքստիլ նկարով եւ առանց նկար եւ հարկային քաղաքականությունը էլի նկարով, այսինքն ինչը որ Հայաստանում չեն արտադրում, այսինքն օրինակ հագուստի տեսակը Հայաստանում չեն կարողանում կարել։ Պարտադիր չի այդ հագուստի այդ տեսակի վրա ինչ որ մաքսեր ավելացնեն կամ ինչ որ բան, թող դա գնորդին ձեռնատու լինի, ինքը ունենա մատչելի գնով լավ հագուստ, արտասահմանից ներմուծված։ Բայց ինչը որ նույն արժեքով Հայաստանում էլ կարող են կարել ու նույն արժեքով արտասահմանից գա, ես կարծում եմ, որ պետք է ինչ որ տարբերություն դնեն, որ նույն կարողները գործ ունենան։ Քանի որ ինքը գիտեք, այս կարողների արտադրամասի աշխատող կանանց հետ ոչմ եք, իրենք շատ հատուկ մարդիկ են։ Այսինքն իրենք այն մարդիկ են, որ չեն սիրում շատ խոսել, չեն սիրում շատ շփում ունենալ մարդկանց հետ։ Իրենք սիրում են ստեղծել, սիրում են ստեղծագործել։ Այսինքն բացի մայկա կարելուց, բացի այդ արտադրամասում աշխատել, բացի ինքը նաև թե ուզեք ասեք սոցիալական նախաձեռնություն կամ ինքը մի ձև պարտավորեցնող բան է, որ այդ մարդիկ ամեն օր գան աշխատանքի, իրենք իրենց օրը վայելեն, իրենք շատ կարգապահ են, շատ հարգալից։ Այն կանայք են, որ շատ տեղեր չես հանդիպի իրենց։ Այսինքն իրենք ասեմ որոշակի բնավորության գծեր ունեն, հա, որտեվ իրոք հեշտ բան չի կարել առավոտից երեկո կարի մեքենայի դիմացը նստել, բավական բարդ աշխատանք է ու շատ կուզեմ որ գնահատվի տարբեր ձևերով, թե պետության խրախուսվի, թե սա։ Հարկերը կոնկրետ աշխատողի 2-3 անգամից ավել վերջի 5 տարվա մեջ ավելացել են, այսինքն գրանցված աշխատող որպես իրենք 3-4 անգամ ավել են հարկ վճարում։ Ասենք ինչ նկատ ունենք 20% է եկամտային։ Չէ, աշխատող որ գրանցում են, հարկերը կրկնակի վերջի 2 տարում ավելացավ։ Եկամտային հարկը նկատում եք, զինվորի փողը։ Հա, գրանցված աշխատողները որ հարկ եմ ուտում կրկնակի ավելացավ։ Ես իրենց պատմեցի հաշվապահությունը ինձ ասաց որ կրկնակի ավելացել է հարկերը։ Իրենց ասացի, իրենք զարմացան, ոչ մի կարծիք չհայտնեցին, մի քիչ ասում են կնեք էլի, բայց որ այդքան կրկնակի ավել հարկ եք տալիս, մեր վրա ինչն է փոխվել։ Ու միանգամից իրենց առաջի բանը մեջ բերեցին, որ ախր տրանսպորտն է թանկացել, առաջ գործի գալուց կես 50% հիմա ավել ենք վճարում, թե մնացած ամեն ինչի թանկությունները իրանք էլ էլի մատնանշեցին,
Բայց ինչն է մեր իրենք մտածում են կարող ինչ-որ մի բան իրանց կյանքում հատուկ փոփոխվել է դրա լավ են ապրում, չգիտեն։ Հա, չգիտեն ինչ-որ բան, ու ես էլ չկարողացա պատասխանել։ Ցանկալի է, որ նման ամեն երևույթի պատասխանները թե մենք, թե իշխանությունից, կառավարությունից գա, որ կարողանանք մարդկանց ասել դուք հիմա լավ եք կարում, դրա համար ավել եք վճարում կամ ու այդ ամեն ինչը։ Դուք շրջարկով եք աշխատում։ Հա, շրջարկով։ Օրինակ շրջարկի բարձրացում տեղ ունեցավ այս տարվա սկիզբ, դա որևէ ազդեցություն Հա, թողեց մեր ոլորտի ամենաշատ ասությունը իմ վրա եղավ, քանի որ ես չէի կարող զանգել իմ գործընկերներին ասել կներեք դուք միշտ ձեր սրճարանի համար շապիկը գնել եք այսքանով, այսօրվանից դարձավ այսքան կամ իրենք էլ գին չեն հարցում, այսինքն դու ինքը մի անգամ հարցրել է գինը անընդհատ կրկնում է։ Նամակով ասում է եւս 10 հատ կարեք, եւս 20 հատ, ամեն անգամ չեն կարող ասել, այս երեք էլի թանկացում եղավ, ստիպված մեր տպագրության ու շահույթի հաշվին ենք զեղչեր անում, փորձում։ Ձեր ոլորտում կարողանում եք դուք փաստաթղթավորման հարցը լուծել։ Օրինակ ձեր բերումները խոսքը վերաբերյալ ներկերին, չգիտեմ, թել, ասեղ, կտոր կարողանում եք։ Մի քանի տեսակներ կա, որ պատվիրում ենք marketplace-ներով, քանի որ իրենք ժամանակի խնդիր ունեն, այսինքն ժամկետանց չի կարող լինել, պետք է միշտ թարմ լինի, չեն կարող պատվիրել Չինաստանից, որ 2-3 ամսում հասնի, մաքսատներով բան, պետք է արագ հասնի, որ առնեք թանկ կլինի, ստեյցը որ առնեք։ Հա, հիմնականում marketplace-ից ենք անում, որը էլի ծախսերը բարձրանում է, այսինքն դրա փաստաթղթավորումը այս բան չկա, ինչ որ marketplace-ից է առնում։ Մնացած բաների փաստաթղթավորումը կա հեշտ է իմ հետ կապված հեշտ է լինում, այսինքն խնդրեմ չի հանդիսանում։ Ուղղակի ամեն տեղից թե տարբեր պատճառներով արդեն թանկացրեցին ամեն ինչը, այլ ավելի թանկացավ։ Թե այդ փաստաթղթի արժեքն է ներառել ապրանքի մեջ նորեն մեծ փաստաթղթավորումով անում ես վերջի փոփոխությունից։ Ինչ ամեն ինչը էլի այսինքն 5-ից 10% էլի թանկացում եղավ ու բավականին էլ ամեն ինչը հին արժեքներից բավականին էժան պետք է վաճառեն, որովհետև չի լինում նույն արժեքով վաճառել։ Այսինքն ստացվել է հումքը թանկացել է, բայց մրցակցությունը մեծ է շուկայում, չեք կարող շապիկի գինը թանկացնել։ Չեն կարող թանկացնել, հա։ Պլյուս պետք է արդեն ավելի մատչելի անենք, որովհետև առաջ օրինակ նույն խանութները սրճարանները պատվիրում էին 10 հատով ինչ-որ շապիկ, հիմա պատվիրում են 20 հատով, քանակը չես կարող նույն արժեքը լինել, այսինքն ամեն ինչը դեպի ծախսերը շատանում են, ու դու կողմից շրջանառության աճը գնում, մյուս կողմից շահույթի նվազում, հա։ Հայաստանում գիտեք ոնց է, շատ մեծ խնդիր եմ համարում բիզնես մոդելի երկարաժամկետ չլինելը։ Օրինակ ես 4 տարի առաջ ամբողջ օրը հաշվարկներ արեցի թղթի վրա, գրեցի, գումարեցի, բաժանեցի, որ ինչքան կլինի, քանի րոպեում, ինչը իմ մեքենայով կգնամ կվերցնեմ, այսինքն ծախս չի լինի, ինքնարժեքի իջեցում։ Ամբողջ օրը հաշվարկներ արեցի, բիզնեսը սկսեցի, 4 տարվա մեջ մի քանի անգամ փոփոխվեց օրենքները։ Այսինքն այդ շապիկը 4 տարի առաջ ինձ համար շատ ձեռնատու պրոդուկտ էր, մոտապես կար 20% եկամուտ, բայց այս պահին հավասարվել է -2 + 5, արդեն մենք էլ չենք կարող հասկանալ հաճախ թե տվյալ ապրանքը արելուց եկամուտ եղավ, թե չեղավ, թե ձեռնատուա ուրիշից գնել վերավաճառել։ Շատ ամեն ինչը խախտեց, այսինքն պետքա նույն Չինաստանի օրինակով բերեմ, Չինաստանում կա հստակ ռազմավարություն, հստակ օրենքներ, քանի հատ ինչը ոնց վաճառեն, որն է պետական արժեք, որն է ոչ պետական, որն է համարվում։ Այսինքն եթե Չինաստանում մեր գործընկերը նույն գործը սկսում է ինքը թղթի վրա լրացնում է ու մի քանի տարի ինքը գիտի որ այդքան է նստելու այդ շապիկի իր վրա։ Իսկ Հայաստանում ամեն ինչը ըստ տրամադրության է։ Պլյուս չեմ ասում արտաքին խնդիրները, որ այսինքն մենք հումքերը այլ տեղից ենք բերում, հումքերը կրկնակի երակել են թարգման թանգան, բայց մենք պետք է իմանանք, որ գրանցված աշխատողին մենք պետք է վճարենք այսքան գումար ու գոնե մի քանի տարի կամ ասեն 10 տարից այսքան եք վճարելու։ Ոչ թե դեկտեմբերին խառը օրերին միշտ ինչ-որ օրենքներ փոխվի, թե առաջներում է լինում, թե հիմա է լինում։ Մենք պետք է հստակ իմանանք, որ սա հստակ է։ Երկարաժամկետ կանխատեսելի հարկային քաղաքականություն, մաքսային քաղաքականություն, որը թույլ կտա ձեզ պլանավորել։ Մեր սարքերը բավականին թանկ են, մի քանի $100 չեն։ Մի սարքը գնում ենք 50-60 հազար $-ից սկսում են։ Նման սարքերը թեկուզ լիզինգով, թեկուզ կանխիկ, թեկուզ
ոչ կանխիկ գնելուց հիմնականում արտասահմանից են գնում, այսինքն չի լինում ապառիկ գնել, էլ Երևանում չեն վաճառում։ Պետք է ունենաս հեռանկար մի քանի տարվա, վերջի 4 տարվա մեջ ամեն ինչը կրկնակի եռակի փոխվել է։ 4 տարի առաջ հարկերից ազատված էինք, հարկեր չեք վճարում, եթե միկրո եք։ Այսինքն այդ ժամանակ միկրո էինք, շապիկները ուրիշներից էինք վերցնում, մի քանի ժամանակ հետո միանգամից դարձավ շրջարկ։ Հաշվապահ ամեն ամիս, մի քանի ամիսից մեկ մի բան ուղարկում, ասում լրիվ փոփոխվեց, այդ ամեն ինչից բացի կոնկրետ այս բանին 10 անգամ ավել ենք վճարում, քան 5 տարի առաջ հարկերը։ Փաստացի 10 անգամ ավել է։ Պլյուս սահմանափակումներ կան, այսինքն առաջ կարողանում էինք բոլորին վաճառենք, հիմա ավելացած արժեքի հարկով ֆիրմաներ կա, որոնք շրջարկ չեն գնում, կամ պետք է ունենաս մի հատ այլ ֆիրմա, որ անում են շատերը, այդ դեպքում էլ արդեն այդ ավել եկամուտը հաշվապանային ես վճարում կրկնակի հաշվով, այսինքն դառնում է անկանխատեսելի բիզնես միջավայր, որ դու փոխանակ ուղիղ գծով հստակ դու սա արտադրեցիր, այսքան եղավ, այսքան վաճառեցիր, այսքան հարկը դառնում է այսպես արտադրեցիր, գնաց, կորավ, բարձացավ վերև, հետո լավ չէ, բայց դու կարաս սենց անես, ոչ թե օրենք շրջանցես, օրենքի ձևով ուրիշ ֆիրմա բացես կամ ուրիշ ձև։ Ըստ էության նայ, ձեր այսպես հաճախորդների մեծ մասը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են, որոնք աշխատում են ավելացված արժեքի հարկով, եւ նրանք անշուշտ կցանկանան, որ ձեռքբերումներ ունենան եւս ավելացված արժեքի հարկով, որ քիչ հարկ վճարեն։ Եվ այսինքն փոքր բիզնեսներին, օրինակ ձեր օրինակը եւ այլ բիզնեսների պարագայում, երբ որ շրջարկով են, նրանք այդքան գրավիչ չի, կամ պետք է այնքան զեղչ արարությունեք, որ ձեռնտու լինի, ասենք 20-30% ենթադրենք ավելի էժան տակ, քան օրինակ են խոշոր տպագրական ընկերությունները կամ տեքստիլ ընկերությունները։ Եվ այս առումով անշուշտ դուք մրցակցային այսպես բավական լուրջ խնդրի առջև եք։ Մրցակցային, այսինքն հեռանկար, եթե դու փոքր բիզնես ես, դարձած միջին բիզնես, հետո պետք է դառնաս խոշոր բիզնես, ոնց հաշվարկ անում ես, այդ լոգիկայով չես կարողանում նույն լոգիկայով գնաս առաջ։ Մեզ մոտ այսպես է, օրինակ ես մի խանութի հետ 2 հատ շապիկ եմ վաճառել։ Այդ խանութը մի քանի տարվա մեջ զարգանում է, ցանց է բացում, ունենում է շատ կետեր, ինքը բայց ուզում է նույն այդ շապիկը գնի քեզանից։ Ու ինքը ստիպված պետք է կամ կրկնակի ավել վճարի, ինքն էլ ավել վճարի, բայց իր խանութում այդ ապրանքը միշտ նույն գնով է վաճառել։ Այսինքն ինքն էլ սկսում է իր ապրանքը թանկ գնով վաճառի, խուճուճ, այսինքն հստակ sense պրոյեկտ չկա, որ այսպես կարողանանք ես ու իմ գործընկերը, այսինքն ես ու մի շապիկ եմ տվել, ինքը աճել է Պլյուս ես կարողանամ էլի աճեմ իրան մատակարարեմ իր շապիկը, հավասար գնանք առաջ։ Կեսից գործընկերն էինք փոխում, ես նոր գործընկեր եմ գտնում, ինքը այլ գործընկեր է գտնում։ Դառնում է մրցակցային պայմաններ, ինչը նշանակում է, որ միջին խավ չկա, այսինքն միջին բիզնես, միջինացված գին, միջին ամեն ինչի միջինը չկա։ Կա Հայաստանում ամենաէժան կարած հագուստը, որակը հաճախ մարդիկ չեն գնահատում, ու կա ամենաթանկը, նույն շապիկը, որ պետք է վաճառվի 50,000 դրամ։ Այդ երկուսի գնորդը միշտ կա, բայց միջին, օրինակ, շապիկը թող լինի 5,000 դրամ, գնորդ չկա։ Թե որպես հատավաճառի դեպքում, թե կորպորատիվի դեպքում։ Կա մեծ կազմակերպություն, որոնք շատ հատուկ գնով են գնում, այսինքն եկամուտը մի քանի տոկոս պետք է լինի, ու կա հատավաճառ, որ գնում են արդեն եկամուտը կրկնակի ալի, որովհետև ինքը պատրաստ է մի հատ նմուշի համար շատ բարձր գին վճարել։ Միջին ոլորտը ասեմ շատ բարդ վիճակում է։ Հետաքրքիր ընդհանրում տվեցիք միջին, այսպես բիզնեսի կայացման մասին, այո, մեր խնդիրներից մեկը դա է, որ մեր բիզնեսը փոքրից չի կարողանում դառնալ խոշոր։ Չի կարողանում դառնալ, կամ հաջողվում են փոքր բիզնեսները, օրինակ, որոնք տարիներ շարունակ ունեն նույն սրճաղացը, նույն սուրճի կետը, նույն բանջարեղենի խանութը, կամ հաջողում են, ովքեր միանգամից մեծ գումարով մտնում են շուկա, մեծ ցանց են բացում։ Այսինքն իմ խնդիրներից է, այս բանը ես շատ եմ ուզում զարգանամ, ուզում եմ նույն բիզնեսից դնեմ Հայաստանի տարբեր կետերում, տարբեր մարզերում։ Հաջորդ հարցը դրան է վերաբերում, խոսող շապիկ ձեր ընկերության զարգացման տեսլական ինչպես եք դուք տեսնում, պարոն Մուրադյան։ Ես շատ եմ սիրում, շատ ապագայում տեսնում, շատ եմ ուզում զարգանալ, ուզում եմ մարզերում բացեմ նման արտադրամասներ, փոքր տեսակի 7-8 աշխատողով, որոնք տվյալ մարզի պահանջները կապավեն, բայց այդ զարգացումը ամեն ինչ այդ խնդիրներ է տալիս, այսինքն կամ պետքա լինես փոքր, կամ պետքա լինես շատ մեծ։
միջինի դեպքում մեծ խնդիրներ է տալիս, նույն այդ վարորդներ, ոնց է տեղափոխելու ապրանքը, ոնց է ամեն ինչը դառնում է մեծ խնդիրներ։ Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար Միջազգային շուկա դուրս գալու փորձեր անում ենք, նմուշներ ուղարկում ենք, մեզանից հաճախ վերցնում տանում վերավաճառում են տարբեր բրենդների տեսքով, բայց կոնկրետ հենց մենք որ զբաղվում ենք արտահանմամբ, այս բանը չենք անում, փորձեր ենք անում, փոքր նմուշներով փորձում ենք միջազգային շուկաներ դուրս գան։ Փոքր ինչ բարդ է, այսինքն նույն այդ մեր սարքերը, սարքավորումները ամեն ինչը գալիս է միջազգային շուկաներից, շատ հեշտ չէ։ Նույն Ամերիկայում փորձել շապիկ տպարել, որովհետև շապիկի տպարությունը, այսպես ասած, իրանցից է դուրս եկել, կամ ինչ որ ասեղնագործությամբ զարմացնել գերմանացիներին, որ Հայաստանից ասեղնագործ շապիկներ տանեն, քանի որ ասեղնագործող սարքեր իրենք են հնարել ու իրանց մոտ շատ կա, ու իրանց մոտ ամեն ինչը լրիվ այլ մակարդակի է։ Հայաստանում կոնկրետ սարքերի ներմուծումն է բավականին դժվար մեր ոլորտի, քանի որ եկամուտը միանգամից չէ, այսինքն նույն այդ շապիկի տպող սարքը չի կարող Հայաստան մի տարի կամ երկու տարվա մեջ եկամուտ բերի, արտասահմանից են գնում, մաքսազերծում ենք անում, հիմնականում բոլոր սարքերը ընկնում են մաքսազերծման ու այլ փաստաթղթավորման տակ, այդ ամեն ինչը բավականին գումարներ է դուրս գալիս, որը որ դանդաղացնում է, այսինքն ես հաջորդ սարքի գումար ունեմ, բայց մաքսազերծման գումար չունեմ, 1-2 տարի ավել եմ սպասում։ Իսկ պետական ծրագրերից օգտվում եք այդ մասը։ Չէ, չեմ օգտվել, ընդհանրապես, որովհետև հիմնականում ոչ գայթակղի չեն, ոչ մասնագետներն են ստեղծում ծրագրերը ու շատ ծրագրեր ոչ լոգիկայի մոտ են։ Այսինքն իրենք ծրագիրը գրում են, բայց չեն հարցնում մասնագետներից, կարող են բացել ենք հարկայինը, տեսնեն ովքեր են հարկ-վճարողները տվյալ ոլորտից, քանի հոգի խոշորներ իրենց այդ խորհրդակցեն նոր անեն, բայց այդպես բաներ չկան։ Հիմնականը ես իմ փորձով կարող եմ ասել, ես ամեն ինչը սիրում եմ օրինակով ասեմ, ես տվյալ ծրագրեր չեմ օգտվում, որովհետև բոլոր օգտվողները շատ են օգտվել ու իմ համար դրանք հիմնականը գումարի վատնում է եղել, թե պետական, թե անհատները, որովհետև սարքեր են բերել, նկարում ուղարկում են կօգնեք այս սարքը միացնենք ու ես գիտեմ, որ ինքը պետական ծրագրով է բերել, սարքը որ տեսնում որ ինքը արդեն ոչ մրցունակ, սխալ, շուտ փչացող, այնպես մեքենա է բերել, որ այդ մեքենան 40 տարի առաջ արդեն մոդայից դուրս է եկել։ Ու այդ մեքենայի նյութերը, ներկերը, ինչ որ մատերիալ ինքը չի կարող գտնի։ Ու այդ ամեն ինչը պետական ծրագրով են բերում ու բոլորի տները նման սարքեր շատ կա, որոնք չեն օգտագործում։ Так է, այսինքն մենք մասնավորը պատվեր է տալիս, որը ֆինանսավորում է պետությունը փաստացի եւ սուբսիդավորում է տոկոսներն են, բայց որը որ չեն աշխատում, այսինքն ոչ տեղին սարք են բերում, որ այս սարքից ոչ մեկի կարիքը չկա, ոչ սարք են բերում, շապիկը գիշերը լույսով է ինչ որ բան անում, բայց այդ սարքը պետք չի, էլի ոչ մի Հայաստանում չի ուզել, որ իր սրճարան, իր մատուցողի հագուստը գիշերը մութ ժամանակ լոգոն լույս վառի, ոչ մեկ չի ուզել, էլի այդպես բան։ Ու իրանք բերում են ու չեն կարող օգտագործել, որովհետև պետք չի, էլի։ Ու ոչ մասնակիտական խմբեր են հաճախ ներգրավում տվյալ ոլորտի մեջ, այդ ընտրության ոլորտի մեջ։ Շնորհակալ եմ պարոն Մուրադյան հետաքրքիր համար։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք տեքստիլ ոլորտի, տպագրության ոլորտի մասին, անշուշտ փոքր միջին բիզնեսը այստեղ բավականին ակտիվ է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի։ Այս ոլորտում գործում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր, այսպես դերակատարներ եւ հիմնական այսպես խնդիրը դառնում է փոքր միջին բիզնեսի կայացումը, փոքրից միջին դառնալու այս խնդիրը դեռ բավականին լուրջ լուծման այսպես կարիք ունի եւ մենք պետք է փորձենք այս բարձրացած խնդիրները հասցնել համապատասխան մարմիններին որոշում կայացնողներին, որպեսզի այս ոլորտի նոր աչքով նայեն, նոր մոտեցումներով, խորհրդակցեն մասնագետների հետ։ Սա հետաքրքիր ոլորտ է, միջին խավ ձևավորող ոլորտ է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, աջակցենք այս ոլորտի կայացմանը եւ զարգացմանը։